Բարի երեկո, դուք դիտում եք հոլորատվական ծրագրի առաջին թողարկումը։ Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային կորուստների, խստագույնից դատապարտել եւ զոհվածների հարազատների եւ ծառայեկիցներին խորին ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում, կոպտորեն խախտելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռբերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղբնչոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը։ Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հնչեցրած հստակ պահանջին անվերապահ պահպանել 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերը։ Միջազգային հանրությունը եռանախագահների միջոցով բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը, հատկապես տոնական օրերին։ Իրականացնելով ռազմական դիվերսիան ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին, Բաքուն դեմ է դուրս գալիս համամարտկային արժեհամակարգին։ Միջազգային հանրությունը առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարող, դրանց հակառակ գնացող իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը, ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակը գործողությունները։ Հակառակորդը հետ է շպրտվել տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև մեր մարտական դիրքերի հատվածում։ Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը եւս կրել է կորուստներ։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարժ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիգի Աբովյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորուստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների։ Տեղի ունեցած սադրանքի ոչ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը։ Ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, վիրավորներից բացի ադրբեջանական կողմն ունի 7 զոհ, դիերից մեկը հայկական կողմում է։ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը սադրանք է համարում, այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ։ ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա։ Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա։ Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ առավել եւս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում, հայտարարել է Բորդյուժան։ Այս գիշեր հակառակորդը շուրջ 40 անգամ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան ակնայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել։ Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առայն, որ իբր հայկական ուժերի կողմից ակնայի Աղդամի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք։ ԼՂ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները
պաշտպանումները ինչպես երեք, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել։ Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը։ Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է, հայտնել են մեր երկրի ռազմական գերատեսչությունից։ Ամանորին ընթരാճ ԼՂ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Նացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարական կազմը։ Խորհրդակցության ընթացքում շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի առիթով Լևոն Նացականյանը ըստ ուղղությունների տվել է նաեւ հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ։ Այսօր Տավուշում տեղի ունեցած իրադարձությունները սրբագրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրված հանդիպման օրակարգը։ Դեկտեմբերի 4-ին կառավարության ղեկավարը որոշում է ստորագրել հասարակական գործունեությամբ զբաղվող երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների պարգևատրելու մասին։ Այսօր հանդիպելով երիտասարդների հետ, որոնց շարքում ինչպես գործող, այնպես էլ արդեն այլ ոլորտներում գործունեություն ծավալող նախկին հասարակական երիտասարդ գործիչներ են, վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նախ այսօրվա իրադարձություններին, ցավակցություն հայտնելով ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Սա է մեր ճակատագիրը, մի կողմից առաջնագիծ, մարտական գործողություններ, մյուս կողմից էլ երկրի շենացում, զարգացում։ Երբ մենք ժամանակին օրինակ էինք բերում Իսրայելը որպես երկիր, որին հաջողվել է եւ երկիր զարգացնել եւ մարտական եւ ընդհանուր դիվերսիոն գործողություններ ունենալ, մեզ համար զարմանալի էր թվում։ Այսօր նույն վիճակն է Արցախի եւ Հայաստանի համար, հանրապետության, որ մենք մի կողմից պետք է պատերազմենք, մյուս կողմից էլ կարողանանք ունենալ այնպիսի երկիր, որտեղ մարդկանց համար հաճելի լինի ապրել, նաեւ գնահատելով այդ ռիսկը։ Արցախի վարչապետի հուշամեդալով կամ պատվոգրով պարգևատրվածներից շատերը այս տարվա ապրիլին կամավորականների շարքերում էին։ Ունեն մարտական ծառայության մասին վկայող մեդալներ։ Ապրիլից հետո շարունակում են իրենց գործունեությունը։ Մեկը պետական ծառայության մեջ է, մյուսը կուսակցական աշխատանքով է զբաղված, երրորդը վերադարձել է հասարակական դաշտ, մշակույթ, կրթություն, հոգևոր ասպարեզ։ Ոլորտները, որտեղ իրենց կազմակերպչական ու մտավոր կարողություններն այսօր հայրենիքին ի սպաս են դնում երիտասարդները, բազմազան են։ Սա այն սերունդն է, որ մեծանալով հարաբերական անդորի տարիներին մի քանի օրվա մեջ սովորեց ապրել պատերազմի օրենքներով եւ չհրաժարվեց ոչ միայն ամուր սահմաններով, այլև կուռ ներքին կառուցվածքով երկիր կառուցելու գաղափարից։ Այսօր գուցե թե առաջին անգամ շամպայնի բաժակները մնացին չպարպված, ի նշան հարգանքի իրենց նահատակ ընկերներին։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքները, հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունն այսօր ամփոփել է ավարտվող մարզական տարին։ Տարեվերջյան հանդիպմանը ոլորտի պատասխանատուները պարգևատրել են լավագույն մարզիկներին ու մարզիչներին։ Նրանց հաջողություններից կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունում գոհ են, իսկ գալիք տարի թիրախում են լինելու օլիմպիական մարզաձևերը։ Այս ուղղությամբ արցախցի մարզիկների ցուցանիշները գոհացնող չեն։ Տարեվերջյան ավանդական հանդիպմանը կրթության, գիտության եւ սպորտի նախարարը դրական է գնահատել մարզական տարին։ Ավարտվող 2016-ին արցախցի մարզիկները մասնակցել են Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ու վերադարձել տարբեր կարգի մրցանակներով։ 2015-ի համեմատ այս տարի աշխարհի ու Եվրոպայի արցախցի չեմպիոնների թիվը փոքր էր, բայց ընդհանուր առմամբ ավելի շատ էին մրցանակները։ Կարելի ասել համարյա հավասարաչափ աչքի ընկան ուշուի ֆեդերացիայի մարզիկները, սամբոյի ֆեդերացիայի մարզիկները, ավանդական կարատեից 2 դեռահաս աշխարհի չեմպիոն ունեցանք, միակ աշխարհի չեմպիոն մեծահասակներից ուշուի ֆեդերացիան տվեց կունգ-ֆու մարզաձևով։ Տարվա մրցանակակիրները դրամական պարգևներ են ստացել ոլորտի պատասխանատուներից։ Ձեռքբերումները գնահատում են, սակայն եղածով չեն բավարարվում։ Հայկ Խաչատրյանն օրեր առաջ Հայաստանի Մուայ Թայ մարզաձևի կամեկ առաջնությունում նվաճել է առաջին պատվավոր տեղը։ Հիմա պատրաստվում է, որ փետրվարին Վիլնյուսում մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մասնակցել են մոտ 300 մոտ մարզիկներ,
Մինչև 71 կիլոգրամ քաշային կարգում մեծահասակների գրավել եմ առաջին տեղը։ Մրցումը անցել է շատ լավ, մարզիկների պատրաստվածության կարգը եղել է բարձր, կարելի է համեմատել Եվրոպայի առաջնության նման մրցաշարի։ Համեմատաբար քիչ են Եվրոպայի ու աշխարհի առաջնության չեմպիոնները, ավելի շատ են դեռահասների հաջողությունները։ Կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետը նկատում է, Արցախում մարզիկների սահուն սերնդափոխություն է, իսկ 2017 թվականին նախարարությունը հստակ քաղաքականություն է վարելու օլիմպիական մարզաձևերի ուղղությամբ։ Մեր խնդիրը նրանում է, որպեսզի այդ մարզաձևերից ձգտենք, որպեսզի օգնենք այդ մարզիկներին, որպեսզի մասնակցեն Հայաստանի Հանրապետության տարբեր ուսումնամարզական հավաքների, տարբեր առաջնությունների, միջազգային առաջնությունների ավելի մեծ փորձ ձեռք բերելու համար։ Մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպանը ոլորտի պատասխանատուները պարգևներ են հանձնել նաև մարզիչներին։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Այսքանը օր ծրագրի հիմնական թողարկումը ժամը 20-ին է։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց ստեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հյուսիս-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 1 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն, ցերեկը 6-ից 11 աստիճան տաքություն։